Իդեպ Երևանում ձնհալից հետո շարունակվում է այսպես ասած ճգնաժամն ու քաոսը, այս անգամ առաջացած փոսերի, քայքայված ասֆալտի և դրա արդյունքում պարբերաբար կրկնվող ավտովթարների տեսքով։ Սոցցանցերում բազմաթիվ են քաղաքացիների հրապարակումներն ու բողոքները այս թեմայի շուրջ։ Ավան, ջրվեժ, Արաբկիր, Աչափնյակ, Նորք Մարաշ, ամբողջ Երևանում այս իշխանության պարծանք դարձած ասֆալտը փլվում է ժողովրդի աչքի առաջ։ Այն ասֆալտը, որն առնվազն 10 տարի պետք է ծառայեր այդ նույն ժողովրդին, ունենում է ընդամենը ամիսների կյանք։ Հարկատուների փողերը աչալուրջ ծախսելու խոստում տվածները ընդհակառակը քամուն են տալիս այդ գումարները։ Եվ ուշագրավ է, որ ընդամենը մեկ փողոց որակյալ ասֆալտ անել չկարացող քաղաքապետ Ավինյանը մեկ խոսում է Երևանում 70 հարկանի շենքի մասին, մեկ ճոպանուղու մասին, մեկ մետրոյի նոր կայանների մասին։ Արդյոք հաշվի առնելով այդ որակի ասֆալտապատումը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել անորակ ասֆալտապատումը, մարդիկ կվստահեն և կօգտվեն նույն ոճով կառուցված մետրոյից ու ճոպանուղուց։ Ժամանակը ցույց կտա, եթե իհարկե կառուցեն։ Արժե հարցնել, ում համար է արվում ասֆալտը, ժողովրդի, թե որոշներին հարստացնելու։ Երբ ասֆալտը դիմանում է ընդամենը մի քանի ամիս, ուրեմն ժողովրդի հարմարավետության համար չի արվում, այլ նույն տարածքը բազմիցս ասֆալտապատելու, իսկ ասֆալտը եկամտաբեր բիզնես է։